Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բոլորիդ բարի լույս, բարի օր եմ մաղթում, թող մեր օրը սկսվի խաղաղությամբ և լավ լուրերով, այսօր միասին զբոսնելու ենք մեր հողամասով։ Սիրելիներս, իսկ հիմա ցույց եմ տալիս մեր տույաները, տեսնում եք, լավ արդեն մեծացել են, կանանչել են, փարթամացել են, տեսեք ինչքան բոյովացել են, հələ ձույնը շատ խանգարեց, մի քանի ճյուղեր կոտրվեցին, տեսնում եք անձրևների պատճառով ինչքան խոնավ է, լավանդաներն էլ լավ աճում են, պետք է լրիվ կտրվի, մաքրվի, այնտեղ մեխակներն են, սիրելիներս, այս արանքում, որ անցած տարի ունեի տյուլպաններ, չթողեցի հանեին, բայց այս տարի երևի արդեն հանենք, որովհետև տյուլպաններին տույաները նեղություն են տալիս։ Տեսեք ինչքան մեծացել են, բա որ ասում եմ այնքան գործ ունենք, շատ գործեր ունենք անելու, ուղղակի եղանակը շատ, տեսնում եք, անպամած, մռայլ, ցրտոտ եղանակ է։ Տեսնում եք, սև ամպեր, էլ անձրև է գալու, այստեղ էլ խաղողի վազերն է պտի հանենք, ցեխ սիրելիներս, իսկ հիմա ուզում եմ մի հատ սիրուն պտույտվենք մեր հողամասով, տեսնենք ինչ կա անելու, ինչ չկա և ինչ են ծլել, ցույց եմ տալի ձեզ սիրով։ Մի քանի օր առաջ ցույց տվեցի այս ծաղիկները, դեռ նոր էին դուրս եկել, տեսնում եք, արդեն լավ մեծացել են, ուղղակի անուն չգիտեմ, միայն սիրելի հետևորդներ ջան, միայն ծաղիկն է, տերև չունի, տեսնում եք տյուլպաններ, մեխակներ, խառը ծաղիկներ, տեսեք բավականին մեծացել են, քանի օր առաջ եմ ցույց տվել, բայց արդեն շատ մեծացել են, էլը կմաքրենք, ուղղակի ցեխ է, չենք կարող մեջը մտնել, ինչ լավ բարձրացել է տյուլպանները, խիտ է շատ, ճուտիկները որ դուրս են եկել, այս տարի կհանեմ, կառանձնացնեմ աշունը, ճուտիկները կվերցնեմ, այստեղ արդեն մարգարիտկան ծաղկել է, սիրունս, բավականին ունենք տյուլպաններ, դեռ այստեղ այնքան գործեր կա, որ հաջողություն լինի, այս տարի այս ծաղկանոցը պետք է ձևափոխենք, վարդեր, մի խոսքով, հələ չեմ ուզում Աստծուց առաջ ընկնել, երբ որ արդեն ուրիշ դիզայն տանք, դասավորենք, ցույց կտամ ձեզ։ Այստեղ է մեր ջրի լուկն է, լավ տեղ չի, բայց ինչ արած, այստեղ քանդեցին, քանդողների համար, այստեղ էր հարմար, ասեցի, չէ, որոշել ենք քանդենք, իսիրիսները վերացնենք, բայց սիրում եմ այս ծաղիկը, ուղղակի շուտ ծաղկում է և վերջանում է, ուզում ենք վարդ տնկել այս իրիսի տեղը, այստեղ էլ չգիտեմ որ ծաղիկն է, նորից աճում է, տեսնում եք ինչ քամի է սիրելիներս, ցուրտ քամի, հələ տեսեք ինչ է անում ծառերը, ձայններ երևի կլսվի, ծաղիկներ է ցանած, մեխակներ, տեսնենք որը կծլի, կթողնենք, որը չէ, կհանենք ուրիշը տեղը կցանենք, անպայման, դե աստրաներ ցանել եմ, ցինյաներ պետք է ցանեմ, մարգարիտկաները ճանապարհին արդեն բացվել են, այստեղ էլ մեխակներն են, փոքր են դեռ, հույսով եմ այս տարի կծաղկեն, որովհետև մեխակները առաջի տարին ցանում ես, չեն ծաղկում, երկրորդ տարին նոր կծաղկեն, սրանք էլ հիներն են, կմաքրենք, որ թարմացնենք, թազանան էլի մի խոսքով, այս իրիսը չեմ ուզում հանենք, որովհետև մուգ մանուշակագույն է, շատ եմ սիրում այդ գույնի իրիս ծաղիկը, վարդերն են մեր, հիշում եք, որ ասեցի մենք
հողով ծածկել ենք բկի մասերը, հիմա մի քիչ բացել ենք սիրելիներս, բայց դեռ մնացել է, որովհետև ցուրտ է չթողեցի ամուսնուս, որդուս որ էտեն, թող մնա դեռ, երբ որ լավ տաքություն կլինի, արդեն արևը լավ կտաքացնի, որ էլ քամի անձրև չեն լինի, նոր այդ ժամանակ կետենք։ Մեր արտիզյան ջրի հորն է, կողքերը լրիվ սիրելիներս, մարգարիտկաներ են, գեղեցիկ, ծաղկել են, էլ են մանրին տեսեք, ինչքան գեղեցիկ է, տեսնում եք վարդերը, դեռ չեն կետել։ Մեր հողամասի ծորակն է, փակած է, մի քիչ տաքերն ընկնի, արդեն կբացենք, արդեն սկսել են բողբոջել, սիրելիներս, մալինաները, սա սմորոձինա է, ինչ արած, պետք է մի շաբաթ էլ համբեր ենք, մի շաբաթ արդեն էտենք, ահա արև դուրս եկավ, տեսնում եք կանանչ տերևները դուրս են եկել, բոլորին էլ, այստեղ էլ են կրուժովնիկն է, խոշոր խաղողի նման մեծ հատիկներով, լավ կանանչել են, մնում է մաքրել, էտել, այստեղ էլ է մարգարիտկա, լավ գործ ունենք անելու, կանենք, մենք չենք զլանում, աշխատասեր մարդը իր գործը հերթով կանի, ինչ ասեցիք սիրելի հետևորդներ ջան, դուրս եմ եկել զբոսանքի, ձեզ էլ ինձ հետ բերեցի, խնդրեմ, սա մեր ընկյուզենին է, տեղը հարմար չի, բայց չգիտեմ, հանում ենք դուրսը, ուզում ենք դուրս հանենք, տեսնենք, կկպնի, թե չի կպնի, մեր մոշը, մալինան, փռվել են, խնդրում են, որ իրանց էտենք, կապենք, մշակենք, համբերեք սիրելիներս, համբերեք, անպայման պետք է արվի մի շաբաթ այս գործերը, ծառերն էլ պետք է էտվի, խնձորենին է մեր, ահա, հասանք վերջը, դեղցենի, շատ գործեր ունենք, այնտեղ գիլասենին է, մի խոսքով, բոլորն էլ պետք է մաքրենք, էտենք, այստեղ մեր կլուբնիկաներն են, ելակները, մոշն է, տեսնում եք, ոնց է կանանչել, մաքրենք, կլուբնիկաները, ամեն ինչ պետք է արվի, էլի, անպայման, հո չենք թողնելու այդպես, այստեղ մեր նանան է, այն կողմում դաղցն է, այստեղ էլ մեր թարխունն է, տեսնում եք, արդեն դուրս են եկել, այս տարի ուզում եմ ծածկեմ, հանեմ, առանձնացնեմ, թաքթքենք, որ հաստանա, տեղն էլ հարմար չի այստեղ, մի հատ էլ ընդհանուր հողամասը ցույց տամ, ձունը, որ թորնիկս բերել էր, հələ դեռ չի հալվել, որովհետև ցուրտ է, այդքանն է մնացել, կհալվի, դա էլ կհալվի, մի փոքր էլ այս պատի տակն է մնացել, այս վիճակն է հողամասում, դա էլ դրսի պետքարանն է, որ ներս չգնանք աշխատելու ժամանակ, դրսում էլ ենք պատրաստել, ծառերը պետք է ներկվի, տակի մասերը, քոքի մասերը, սպիտակեցվի, սիրելի հետևորդներ ջան,
կարող ենք այսօր էլ դուրս գանք, խոսքի եմ ասում, անենք ամեն գործ, բայց քանի որ ցուրտ է եւ շատ ցեխ է, գործ անելու ժամանակ պետք է ոտներս մնա այս ցեխի մեջ, չկարողանանք դուրս անել։ Թորնիկս որ ձունը կրում բերում էր ստեղ, չէ, այն անգամ թաղվել էր սապոկներով, ռեզինե սապոկներով մտել էր հողի մեջ։ Մի խոսքով կհամբերենք մի շաբաթ լավ եղանակ է անելու, տաք է անելու, հերթով մեր գործը կանենք։ Մեր հողամասն է, մեր դրան դեմն է, կոֆե խմելով, ասել խոսելով, ուրախանալով ընտանիքիս անդամների հետ, ձեզ ցույց տալով մեր գործը կանենք։ Դրսում մաքուր օդում, հաց ուտելով, արդեն բիսեդկան շուտով կհավաքենք, ասեմ, որ այս տարի շորը մի քիչ պատրվել է, բայց ոչինչ, կկարեմ ձեռքով, այս տարի է յոլա կտանի, մինչև այս մասերն էլ պետք է հլը սարքվի, սիրելնես ինչքան ապրում ենք, այնքան սարքում ենք, հայի խասյաթա, ճիշտ է, այդպես է, հա այս անենք, այն անենք, այստեղ սարքենք, արդեն մեկ էլ տեսնում ենք, որ կյանքը գնաց, առողջություն չի մնում էլ։ Ասեմ, որ ալայնստուն ցանել ենք շիթիլները, լավ մեծացել են, մենք շիթիլ ենք ասում Արտաշատում, սացիլները լավ մեծացել են, սիրելիներս, փարթամացել են, հաստ, ընտիր սացիլներ են։ Ամեն տարի ես քանի տարի, 15 տարի լուսամուտի գոքին եմ աճեցրել, այս տարի ջերմոցում է, շատ իրենց էլ լավ են զգում այդ շիթիլները, հաստանում են, փարթամանում են, առողջ լավ շիթիլներ են, չնայած իմ ցանացնել, որ լուսամուտին դնում էինք, լավ էր լինում, բայց մի քիչ բարակ էր լինում, իսկ ջերմոցի պայմաններում հավասար օդի մեջ շիթիլները շատ լավ են աճում։ Այս երկու գնալու ենք Ալայենց տուն, սիրելիներս, եւ ես սիրով ցույց կտամ ձեզ մեր շիթիլները, իսկ հիմա անձրև է, նայում եմ կատկթում է եւ քամի է, հիմա տեսեք ինչ ամպեր են կուտակվել, տեսնում եք ինչ ամպեր են կուտակվել, անձրևային ամպեր, անձրև է կատկթում, ես էլ գնամ տուն, որ չթրջվեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ցույց եմ տալիս ցանած, հիշում եք միասին ենք ցանել ռեհանը, տեսեք ինչ լավ ծլել է, սա աստրաներն է, քարավուզն է, շատ դժվարությամբ է ծլում, 20-25 օր հետո նոր ծլում է, տեսեք դեռ ծլում են, սա էլ է աստրա, դա էլ է աստրա, քիչ էր, հենց ուղղակի այդպես էլ ցանեցի, տեսեք ոնց եք ջրում, ցանված ժամանակ չենք լցնում միանգամից, այլ այսպիսի կարող եք լիմոնադի շշի կափարիչը ասեղով ծակել եւ ջրել, փչելով այսինքն այսպես ջրում ենք, որ չվնասենք, եթե միանգամից լցնենք, կվնասենք բույսին։ Ջրված է, չեմ ուզում շատ ջրեմ, ուղղակի ես ձեզ ցույց եմ տալիս։ Լավ աճում են, կամաց կաճեն, մի քանի օրից արդեն կլինի, որ հանեմ կասետների մեջ դնեմ։ Տեսնեք ինչ լավ ծլել է։ Ահա, այսինքն ոնց որ ցող ենք։ Վերջ, լավ էլ ծլել են։ Այսքան ուզեցա ձեզ ցույց տալ։ Այսօրվա համար այսքանը, սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտում եք մինչև վերջ, շնորհակալ եմ, որ մեկնաբանում եք։ Ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Եղեք առողջ եւ օրհնված։ Ստեսություն, մինչ նոր հանդիպում։